Մայրենի 4-րդ դասարան, դաս 19։ Հովհաննես Թումանյան, Բզեզի դպրոցը, փոփոխություններով։ Վարպետ Բզեզն ամռան մի օր դպրոց բացեց մեծ ծառի տակ ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոր, մժեղ, մրջուն, մլակ, մոծակ։ Գիտեք, ասաց, իմ փոքրիկներ, դուք պիտի շատ սովորեք, որ իմանաք ինչ է ձեզ պետք, ինչ կա ձեր շուրջն ու կյանքում։ Պետք է անշուշտ սովորեք շատ, մինչև դառնաք ինձ պես վարպետ։ Դե նստեցեք հիմա հանդարտ, ինչ որ կասեմ, կրկնեք ինձ հետ։ A. Անթառամ, B. Բալենի, G. Գնարբուկ, D. Դդում։ Էй, դու մորեղ, ինձ ականջ դիր, ինչ ես թաքուն կտրտում։ Ե. Երիցուկ, Z. Զարթենի, E. Էրեժնակ, Ը. Ընկույզ։ Մի աղմկեք, հանաքոչի, թիթեռ հանգիստ, մոծակ, սուս։ Մի խառնվեք, չեմ սիրում ես բզզոց, տզզոց ու աղմուկ։ Թ. Թրթնջուկ, Ժ. Ժանտափուշ, I. Իշառվույթ, Լ. Լեզվուկ։ Խ. Խնձորուկ, Ծ. ծիրանի, Կ. կռատուկ, Հ. հաղարջ։ Տես վարժապետ, էս մլակին, ինձ ասում է սարի արջ։ Մլակ հանգիստ, էլ չտզաս, լավ կանես, ինձ լսես լուր։ Ձ. ձմերուկ, Ղ. ղանձլամեր, Ճ. ճարճատուկ, Մ. մասուր։ Այ դու ծղրիդ, ոնց ես նստել, գլուխդ հետ մեջքդ դուրս։ Ե. յասաման, Ն. նունուֆար, Շ. շագանակ, Ո. ոզնախոտ։ Վայ ես ինչեր կան դասերում, ոզնախոտ ես շատ եմ սիրում։ Իսկ ես կաղամբ կուտեմ, իսկ ես ծիրան, իսկ ես կոտեմ։ Ձեզ չեն հարցնում ինչ կուտեք դուք, դեռ չզարթնաց առավոտյան։ Չ. չինարի, Պ. պատատուկ, Ջ. ջրկոտեմ, Ռ. ռեհան։ Ս. սերկևիլ, V. վարդենի, Տ. տերեփուկ, Ց. ցորեն։ Ու մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի։ Փ. փրփրուկ, Ք. քարասող, Օ. ով պրծանք վերջապես։ Դե գնացեք, վաղը կգաք, անգիր արած ջրի պես։ Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոր, մժեղ, մրջուն, մլակ, մոծակ, վարպետ Բզեզն ամռանն այսպես դաս էր տալիս մի ծառի տակ։ Հանելուկներ։ Հողից վերև, փոքրիկ արև, վրան հազար, սերմ ու տերև։ Ծաղիկ։ Առաստաղից կախվում է ցած, հյուսում է մի բարակ ցանց, թաքնվում է սպասում, թիթեռ ճանճեր է որսում։ Սարդ։ Կապույտ երկինքը փոքրիկ քույր ունի, նրա աչիկը անուշ բույր ունի։ Մանուշակ։ Ամբողջ օրը ջրի վրա իր ստվերն է որսում։ Ինքը ծույլ է, բայց ժրաջան մրջունին է բամբասում։ Գործ։ Բառերի գանձատուփ։ Գտիր թաքուն, հանդարտ և զարթնել բառերի հոմանիշները։ Քեզ ծանոթ են պրծնել և հանակ խոսակցական բառերը։ Գտիր թաքուն, հանդարտ և զարթնել բառերի հոմանիշները։ Թաքուն աննկատ, հանդարտ հանգիստ, զարթնել արթնանալ։ Քեզ ծանոթ են պրծնել և հանակ խոսակցական բառերը։ Կարող ես ասել դրանց գրական հոմանիշները։ Պրծնել ավարտել, հանակ կատակ։ Ժողովրդի մեջ ում են վարպետ ասում, նրան ով մասնագիտացել է իր գործում։ Բանաստեղծության մեջ գտիր այն բառակապակցությունը, որը նշանակում է վայրենի, կոպիտ, բռի։ Սարի արջ։ Բանաստեղծության մեջ կարդացիր ոզնախոտ բառը։ Խոտով վերջացող ուրիշ բույսերի անուններ գրիր։ Մարիամ խոտ։ Ես հիշեցի միայն Մարիամ խոտը, մյուսները դուք կհիշեք։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Ինչ նկատեցիր, հեղինակն ինչպես էր դասավորել ծաղիկների, խոտաբույսերի, ծառերի ու պտուղների անունները։ Դասավորել էր այբենական հերթականությամբ։ Տարվա որ եղանակն էր, երբ Բզեզը դպրոց բացեց, ինչու հենց այդ ժամանակ։ Բզեզը դպրոցը բացեց ամռանը, որովհետև բոլորին հեշտ էր հավաքել ամռանը, ամառը տաք է, և բոլոր բույսերն ու
պտուղները, ծառերը բերք են տալիս, աճում են հենց տարվա այդ եղանակին։ Որ կենդանիների, թռչունների կամ ձկների անուններով կսովորեցնեիր Այբուբենը, եթե վարպետ բզեզի փոխարեն դու լինեիր անտառային դպրոցի ուսուցիչը։ Քեզ ծանոթ բույսերի, ծառերի ու պտուղների անունները գրիր աղյուսակի մեջ։ Սա ինքնուրույն կանեք։ Շարունակիր շարքը։ Կատուն մռում է։ Իսկ ինչ են անում մոծակը։ Մոծակը բզզում է, բզեզը նույնպես բզզում է, այծը մկկում է, գորտը կռկռում է, խոզը խռխռում է, հավը կչկչում է։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Բանաստեղծության մեջ թվարկված որ բույսերը բուժիչ հատկություններ ունեն, պատմիր դրանց մասին։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր բուժիչ հատկությունը։ Ամեն մի խոտաբույս, ամեն մի միրգ օգտակար է որևէ օրգանի համար։ Քեզ ծանոթ բույսերից մեկի մասին տեղեկություններ հավաքիր և հաղորդում պատրաստիր, նկարազարդիր այն։ Լեզվաբանի դասը։ Դասի ժամանակ վարպետ բզեզը ում է նկատողություն անում, ինչպես է դիմում նրանց։ Կոչական։ Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական։ Օրինակ. տղաներ, եկեք բակում ծառեր տնկենք ու խնամենք։ Առվակ, այսօր ինչու ես տխուր։ Բանավոր խոսքում այն անունը կամ բառը, որով դիմում ենք, արտասանվում է հատուկ շեշտով։ Գրավոր խոսքում կոչականի վրա դնում ենք շեշտի նշանը, այսպես. Գոհար, գիրքդ մեկ օրով ինձ տուր, խնդրում եմ։ Նախադասություն կազմող բառերից կոչականն անջատվում է ստորակետով։ Երբ այն մեջտեղում է, ապա ստորակետ դնում ենք կոչականի երկու կողմից։ Օրինակ, քեզ Արամ, վստահում եմ։ Դադարի պահ։ Ճանաչիր։ Տրված են բույսերը և նրանց անունները։